Գոյամարտ սերիալն այս պահին գտնվում է իր ամենաթեժ ու ամենահուզիչ փուլում, որտեղ յուրաքանչյուր սերիա կարծես նոր գլուխ է բացում հերոսների ճակատագրերում։ Սա արդեն այն պատմությունն է, որտեղ ոչ մի գաղտնիք չի կարող երկար մնալ թաքնված, և յուրաքանչյուր բացահայտում բերում է նոր ցնցումներ։ Սերիալի հիմնական ուժը հիմա նրա հուզական խորությունն է։ Եթե սկզբում մենք տեսնում էինք պայքար ֆիզիկական ռինգում, ապա հիմա պայքարը դարձել է ներքին հոգու, հիշողությունների ու ճշմարտության հետ։ Ամեն հերոս ապրում է իր անձնական գոյամարտը։ Մանանի վերադարձը տուն թվում է, թե հանգստություն բերեց, բայց իրականում դա միայն արտաքին շերտն է։ Նրա ներսում դեռ շատ բան է կուտակված։ Նա անցել է դժվար ճանապարհ, զգացել է թե սեր, թե հիասթափություն և հիմա փորձում է վերագտնել իրեն։ Նրա և Գրիշոյի հարաբերությունները դեռ ավարտված չեն, այդ կապը մնացել է օդում, անորոշ, վտանգավոր, բայց նաև իրական։ Գրիշոն այս փուլում դառնում է ավելի խորը կերպար, նա այլևս պարզապես հակառակորդ չէ։ Նրա մեջ կա սեր, բայց նաև խանդ, ցավ և չհասկացվածություն։ Նա չի կարողանում ճիշտ արտահայտել իր զգացմունքները, և դա հաճախ վերածվում է կոպտության, բայց ակնհայտ է՝ Մանանի հանդեպ նրա զգացմունքներն իրական են և գնալով ավելի ուժեղ են դառնում։ Լեոյի կերպարը շարունակում է մնալ սերիալի ամենաուժեղ սյուներից մեկը։ Վերջապես նա հաղթահարել է առողջական խնդիրները և դարձել ավելի վստահ, բայց նաև ավելի զգայուն։ Նա արդեն ոչ միայն ուժեղ երիտասարդ է, այլ նաև մարդ, ով հասկանում է կյանքի արժեքը։ Նրա հարաբերությունները Լեայի հետ շարունակում են զարգանալ շատ նուրբ և լարված ձևով։ Սերը կա, բայց այն մշտապես վտանգված է արտաքին հանգամանքներով։ Հունանը սերիալի ամենաբարդ կերպարներից է։ Նրա ներսում հիմա իսկական փոթորիկ է։ Նա գիտի ճշմարտությունը՝ ով է Լեոն, ով են Մանանն ու Դավիթը, և այդ գիտակցումը նրան դնում է փակուղու առաջ։ Նա փորձում է ամեն գնով բաժանել երեխաներին, հեռու պահել նրանց իր ընտանիքներից, բայց դա արդեն չի աշխատում։ Նրա երեխաները՝ Լեան ու Գրիշը, չեն ցանկանում ապրել հոր վախերով, նրանք ընտրում են իրենց ճանապարհը, իրենց զգացմունքները։ Սա սերունդների բախում է անցյալի մեղքերի և ներկայի սիրո միջև։ Բայց սերիալի ամենահուզիչ և սպասված գիծն այժմ կապված է Վովայի հետ։ Օլգայի հիվանդությունը դառնում է այն ճնշումը, որը ստիպում է նրան բացել ճշմարտությունը։ Նրա խոստովանությունը, որ ինքը Վովայի իրական մայրը չէ, նրա ծնողներն ուրիշ մարդիկ են, արդեն իսկ մեծ հարված է Վովայի համար, բայց դա միայն սկիզբն է։ Վովան կանգնած է իր կյանքի ամենամեծ հարցի առաջ՝ ով է ինքն իրականում։ Եթե նա պատմի ամբողջ ճշմարտությունը, ապա Վովայի կյանքը կշրջվի ամբողջությամբ։ Նա կհասկանա, որ իր ամբողջ անցյալը կառուցված է կեղծիքի վրա, և այդ ճշմարտությունը նրան կբերի դեպի իր իրական ընտանիքը։ Դավիթ պապի գիծն այստեղ դառնում է շատ կարևոր։ Նա այն մարդն է, ով տարիներ շարունակ փնտրել է իր կորած թոռանը։ Եվ հիմա, երբ այդ հանդիպումը կարող է իրականություն դառնալ, դա կլինի սերիալի ամենահուզիչ պահերից մեկը։ Պատկերացրու այն պահը, երբ պապը հասկանա, որ Վովան իր թոռն է, երբ եղբայրները հասկանան, որ իրար դեմ չէին, այլ իրար կողքի պետք է լինեին։ Բայց այս բացահայտումը չի լինելու միայն ուրախ, այն բերելու է նաև ցավ, զայրույթ և բախումներ։ Հունանի անցյալը կբացվի, Ավոյի դերը կբացահայտվի, և շատ մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ իրենց արարքների համար։ Գոյամարտը հիմա հասել է իր ամենաուժեղ կետերից մեկին, որտեղ ամեն ինչ միահյուսվում է՝ սերը, վրեժը, ընտանիքը, ճշմարտությունը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել հուզիչ ու պայթյունավտանգ։ Կիմանա Վովան իր իրական ինքնությունը, կհանդիպեն եղբայրները որպես ընտանիք, ոչ թե հակառակորդ։ Արդյոք կկարողանա Հունանը փախչել իր անցյալից, և արդյոք սերը կհաղթի այս բոլոր փորձություններին։ Մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտը շարունակում է մնալ այն սերիալը, որը ոչ միայն դիտում են, այլ ապրում ամեն սերիայի հետ։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե Վովայի մայրն ինչպես է պատմելու ճշմարտությունը, ինչ է ասելու նա Վովայի ընտանիքին, նրա ծնողների մասին, և ինչպես է արդարացնելու այն հանգամանքը, որ այսքան տարիներ նա թաքցրել է։ Եվ Վովան հաստատ գլխի է ընկնելու, թե ինչեր Հայաստանում մայրն իրեն նման կերպ
պահում։ Նա տարօրինակ էր, վախեցած, որովհետև այդ ընթացքում նա հասկացավ, որ բախտի բերմամբ, թե ճակատագրով նրանք պատահաբար հանդիպել են այն ընտանիքին, ովքեր Վովայի ընտանիքն են, ու մայրը հասկացավ, որ անիմաստ է այլևս թաքցնել նրանից ճշմարտությունը, որովհետև եթե իրեն էլ ինչ-որ բան լինի, ապա Վովան լրիվ միայնակ է մնում, և նա իր մեծ ուժ է գտնում ու բացում փակագծերը։ Բայց դեռ իհարկե հարց է, արդյոք Վովային այսքան շուտ ասելու է այն ճշմարտությունը, որը սպասում են լսել հեռուստադիտողները, թե ամեն դեպքում ինչ-որ բան խանգարելու է ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Բայց ամեն դեպքում կասկածի սերմերն արդեն գցված են, ու Վովան արդեն հասկանում է, որ այնինչ լսել է ճշմարտություն է, բայց ինչ կբացահայտվի հետագայում, կիմանաք ընդամենը ժամեր անց, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, արդյոք իսկապես Վովան վերջապես կիմանա, թե ով են իր ընտանիքի անդամները, և արդյոք մայրը մինչև վերջ կխոստովանի ամեն ինչ, թե ոչ։